Խոսենք սեքսից։ Ինչից ուզում ես խոսանք, ինձ տարբերություն չկա, կան քաղաքականությունից է խոսանք։ Օբշի հումոր չի անում, բայց լավ։ Ուրեմն, չափից շատ սեռական հարաբերությունները Իսկ չափն ինչքան է, ով վիլիկի ուչիցել, կասեք դուք մեզ։ մարդու մոտ ենթագիտակցական կռիվ է իր ծնողի հետ։ Ազիզ ես Ֆրեյդ մրեյդ ես կարդում, քոփա ինչ ջոգում գալի մեզ ես ասում։ Սիրո բացակայությունն է բերում չափից շատ սեռական հարաբերություններին։ Այսինքն ծնողները պետք է դոմփեն իրանց երեխեքին, որ երեխեքը ուրիշներին չուզենան դոմփենարից ինչ ես խոսում։ Մարդը այդ ձևով խուսափում է մտերիմությունից։ Անջան, լսի, իսկ տենց տարբեր է կա, որ քեզ փոխտանք սենց հետաքրքիր թեորիաներ էլի ասես մեզ։ Արա պրոստը ջոգում ես, տխուրը գիտես որն է, որ խոսքի իր այդ պացիենտա կամ չգիտեմ ինչ ասում դրանց, որ խոսքի սենց հետը խոսան, սենց բաներ լցնի ուղեղը, հաջորդ անգամ այդ պացիենտը սեքս անել, վաղ ճիշտ էր ասում անին, ես է սաղ իմ պապային ադու եմ։ Իրական շատ սեռական հարաբերություններ ունենում են այն ծնողների երեխեքը, ովքեր իրար չեն սիրել ու չեն հարգել։ Իսկ ում ծնողները իրար բեսամտ սիրել ու բեսամտ հարգել են, կույսը մեռնում են անի։ Բայց այս հարաբերությունները մարդուն ներսից անընդհատ ավելի ու ավելի են դատարկում։ Այո, դա այդպես է։ Այդ կենսաբանորեն է, էլի դաժե։ Տենց բոլոր սեռական հարաբերությունները դες ներսից մի քիչ գոնե դա։ Չայլոց այս կատակները անվճար են, իսկ իմ գոյությունը ցավոք սրտի ոչ։ Так что եթե դուք նայում խնդրում ասում եք, արա Մարտուն ջան, ինչով քեզ օգտակար լինենք, ներքևը կթողեմ ինֆորմացիան կոմենտներում կամ բիոյի լինքով կարաք տենց donation-ներ անեք, որ խոսքի չգիտեմ, ես էլ մի օր Nike original բոթասներ Չայլոց հիշեցում ես ամեն ինչ արվում է նրա համար, որ դուք խնդակ էլի ոչ թե ինչ-որ մարդու դեմ տրամադրվեք կամ իրան ինչ-որ վիրավորական բաներ գրեք, так что խնդացեք на здоровье